Ողջույն։ Ռեոփնի տաղավարում այսօր զրուցելու ենք Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանի հետ։ Պարոն Թևանյան, շնորհակալ եմ հարցազրույցի հրավերն ընդունելու համար։ Շնորհակալ հրավերի համար։ Սեպտեմբերի 21-ին հենց անկախության օրը հայտարարեցիք Մայր Հայաստան արդեն կուսակցության մասին։ Ուզում եմ խոսենք այն մասին, թե որն է կուսակցությունը ստեղծելու գլխավոր նպատակը։ Տեսեք, երկու խորհրդանշական օրեր կան, եւ այդ երկուսի հետ էլ Մայր Հայաստանը իր ծննդյան հետ կապված այսպես առնչություն ունի։ Մենք սկզբում գաղափարակից ընկերներով մայիսի 28-ին հիմնադրեցինք Մայր Հայաստան շարժումը, որը ընդգրկում էր տարբեր շրջանակների եւ այդ ստեղծումից ընդամենը 1-2 ամիս անց մասնակցեցինք Երևանի ավականու ընտրություններին եւ սկզբի համար վատ արդյունք ցույց չտվեցինք։ Իհարկե ցանկալի կլիներ, որ իշխանությունը փոխվեր եւ ըստ էության քվեարկողների տոկոսներն էլ խոսում էին այն մասին, որ օրվա իշխանությունը պարտվել էր, բայց տարբեր մեքենայությունների եւ այսպես կոչված մարդավորսության միջոցով իշխանությունը պահպանեց իր դիրքերը։ Դրանից հետո Մայր Հայաստան շարժումը էլի մասնակցեց Գյումրու ավականու արտահերթ ընտրություններին, այնտեղ էլ մենք դրական արդյունք ցույց տվեցինք եւ մեծապես նպաստեցինք նրան, որ քաղաքացիական պայմանագիրը զրկվի իշխանությունից եւ փաստացի այդ երկու ընտրական գործընթացները եւ մեր ամենօրյա աշխատանքը հանրության հետ, դա կլինի Երևանում, Գյումրիում կամ այլ քաղաքներում, որտեղ մեր ներկայացուցիչները արագ արձագանքում են բոլոր խնդիրներին եւ գնում են քաղաքացիների խնդիրների հետևից, մեզ բերեցին այն համոզման, որ քաղաքական գործընթացների մասնակցելու համար արդեն մենք ներքևից եկող այսպես պահանջարկ ունենք եւ կարելի է արդեն գնալ ինստիտուցիոնալացման ճանապարհով։ Այսինքն շարժումը որոշում կայացրեց ստեղծել կուսակցություն, որը կրկնեմ ներքևից սկսեց ձևավորումը իր։ Մենք որպես կանոն Հայաստանում տեսնում ենք, որ մարդիկ հավաքվում են կամ ինչ-որ մեկը որոշում է, որ կուսակցություն պետք է ստեղծում են եւ ինքը դառնում է այտենց փակ մի քանի հոգանոց ակումբների պես բան։ Մենք ճիշտ հակառակը արեցինք, մենք շարժումը ստեղծեցինք, մասնակցեցինք ընտրություններին, տեսանք, որ հանրային որոշակի պահանջարկ ունենք եւ ներքևից եկած պահանջարկով ձևավորեցինք կուսակցություն, սրանով ես կարծում եմ, որ մենք տարբերվում ենք։ Շարժումը իհարկե պահպանել է իր գոյությունը եւ այն ավելի լայն ընդգրկունություն ունի, մարդիկ կան, ովքեր որ օրինակ ֆորմալ չեն ուզում կուսակցական լինել կամ չեն կարող լինել այլ կուսակցության անդամ լինելու բերումով, նրանք չեն մտնում Մայր Հայաստան կուսակցության մեջ, բայց Մայր Հայաստան կուսակցությունը արդեն այն ինստիտուցիոնալ գործիքն է, այն միջոցն է, որը նախ պետք է մեզ հնարավորություն տա տարածել մեր գաղափարները, մեր ծրագրերը, եւ երկրորդը արդեն եւ տեղական եւ համապետական ընտրությունների մասնակցել արդեն կուսակցական տարբերակով, օրինակ առաջիկայում սպասվում է վաղ շաբաթում ընտրություն, եւ մենք այնտեղ նույնպես մասնակցելու ենք եւ նույնպես խնդիր ենք դնելու նվազագույնը զրկել քաղաքացիական պայմանագրին իշխանությունից, իսկ առավելագույնը ստանձնել համայնքի ղեկավարման պատասխանատվությունը։ Այս առումով Մայր Հայաստանը ինքը ոչ թե թղթի վրա, ոչ թե զուտ կնիքային կուսակցություն է, այլ ինքը ռեալ գործող ամենօրյա աշխատանք տանող կուսակցություն եւ այսօր էլ մենք էջմիածնում ակցիաներ ենք ամենօրյա ռեժիմով իրականացնում, տնետուն տարբերակով փողոցներում, բակերում եւ մեր մոտեցումը հիմնականում սա է եղել։ Իսկ գաղափարական առումով մենք ազգային դեմոկրատական ուղղվածություն ենք վերցրել, ինքնին այդ ձևակերպումը հուշում է արդեն մեր քաղաքական գաղափարական պատկանելությունը։ Շատ լավ։ Եվ ներկայիս իշխանության օրոք որոնք են կարևոր խնդիրները, որ դուք առանձնացրել եք, դարձրել եք ձեր առաջնային խնդիրները եւ ինչ ծրագրով, ինչ ռազմավարությամբ եք պատրաստվում լուծել այդ խնդիրները։ Այս իշխանությունը այնպիսի արհավիրքներ են բերել Հայաստանի Հանրապետության հայ ժողովրդի գլխին, որ մարտահրավերները բազմաթիվ են եւ կրում են գոյաբանական էգզիստենցիալ բնույթ։ Մեզ համար կարևորագույն 3 հարց կա՝ անվտանգություն, խաղաղություն եւ բարեկեցություն։ Այս առումով մենք ֆունդամենտալ տարբերվող մոտեցում ունենք օրվա իշխանությունից, որովհետեւ օրվա իշխանությունը ըստ էության ոչ թե խաղաղություն է բերում, այլ պատերազմ, ոչ թե բերում է բարեկեցություն, այլ մարդկանց սոցիալական վիճակի վատթարացում, ոչ թե բերում է խաղաղություն ու անվտանգություն, այլ նոր ավելի մեծ արհավիրք պարունակող պատերազմի հնարավորություն։ Եվ այս առումով մենք գաղափարական ճիշտ հակառակ բևեռում ենք։ Մենք գտնում ենք, որ Հայաստանը պետք է
բալանսավորի իր հարաբերությունները այնպես, որ կարողանա դիմակայել թուրք-ադրբեջանական ճնշումներին, իսկ դա նշանակում է մեր բնական եւ ռազմավարական դաշնակիցներ Իրանի եւ Ռուսաստանի հետ հարաբերությունների վերականգնում եւ զարգացում, դա միևնույն ժամանակ նշանակում է բանակցային գործընթաց Ադրբեջանի ու Թուրքիայի հետ, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի Հանրապետության գոյության։ Օրվա իշխանությունը ասում է, որ ինքը խաղաղություն է բերել, նախ դա սուտ է, եւ երկրորդը իր բերած խաղաղությունը մենք տեսել ենք 44-օրյա պատերազմի ժամանակ եւ դրանից հետո իրենց պատկերացումը հետեւյալն է, եթե չեն կրակում այսօր, ուրեմն մենք արդեն խաղաղություն ունենք, բայց չէին կրակում նաեւ 2018 թվականի Դուշանբեում տեղի ունեցած հանդիպումից հետո, որը կնքվեց որպես վերելակային դիվանագիտություն, դրանից հետո չէին կրակում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը տարբեր տիպի խոստումներ էր տվել Ալիևին եւ Ալիևը սպասում էր, որ առանց կրակոցների ստանալու է այդ ամեն ինչ, ինչ իրեն խոստացել են։ Ու քանի որ այսպես միջազգային հարաբերություններում այսպես կոչված կռուտիկները չեն անցնում, Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ի վերջո բերեց պատերազմ եւ մենք այդ չկրակոցներից հետո այնպեսի կրակոցներ ստացանք, որ մի քանի հազար զոհ ունեցանք եւ 10,000-ից ավել հաշմանդամ ու վիրավոր։ Դրանից հետո ինքը խոստացավ, որ խաղաղություն եւ ինքնորոշում կբերի Արցախի համար, բայց գնաց ու Արցախը ճանաչեց Ադրբեջանի կազմում, որի արդյունքում մենք ստացանք սեպտեմբերյան հարձակումը արդեն Ադրբեջանի կողմից, որին նախորդել էր բլոկադան եւ որը բերեց Արցախում հայաթափման էթնիկ զտումների։ Հիմա կարող ենք ասել, որ Արցախում այսօր խաղաղություն է տիրում։ Այո, այսօր Արցախում չեն կրակում, ուղղակի մի հետաքրքիր դետալ կա շատ ուշագրավ, այնտեղ հայ չկա։ Հիմա երբ որ Նիկոլ Փաշինյանը ասում է, որ մենք Հայաստանում բերելու ենք խաղաղություն, մենք սարսափով պետք է պատկերացնենք, թե իր բերած խաղաղությունը որն է լինելու։ Նույնը ինչ որ Արցախում էր բերել։ Այսինքն կարող են չկրակել դրանից առաջ, կարող է այստեղ հայ չլինել եւ լինել խաղաղություն։ Իր պատկերացածը դա եւ այսպես կոչված այդ 4-րդ հանրապետությունը դա Արևմտյան Ադրբեջան կամ Թուրքական Հանրապետություն ձևակերպումն է ուղղակի դրանք քիչ հետո կանդրադառնանք։ Հիմա դուք այդ խնդիրները այսպես թվարկում եք, համաձայն եմ, եւ հիմա դուք հստակ ծրագիր ռազմավարություն ունեք, որ օրինակ կարող եք գուցե առաջիկայում ներկայացնելու եք դա հանրությանը, որը կառաջացնի վստահություն, որ հանրությունը իր քվեն տա Մայր Հայաստան կուսակցությանը, որ համոզված լինի, որ այդ խնդիրները, որոնք դուք հիմա թվարկում եք, որոնք մեր հանրության համար շատ կարեւոր են, լուծվելու են առաջիկայում։ Այո, տեսեք, ես թվարկեցի անվտանգություն, խաղաղություն, բարեկեցություն ձևակերպումը, անվտանգության ու խաղաղության մասով մենք կողմ ենք Իրանի եւ Ռուսաստանի հետ ռազմավարական հարաբերությունների խորացմանը, որը մեզ հնարավորություն կտա դիմակայել թուրք-ադրբեջանական ճնշումներին, Ինչպես պիտի խորացնենք այդ հարաբերությունները։ Որ դա խորացնում են Ռուսաստանի եւ Իրանի հետ։ Այսինքն այսօր ճշտամասնում են, մենք չենք ճշտամասնելու։ Մենք ընդհակառակը զարգացնենք, մենք ունենք համատեղ փաստաթղթեր, չէ՞, ռազմավարական։ Մենք չենք այսպես քարոզ ստանալու, որ ռուսական ռազմաբազան հեռացնեն այստեղից։ Մենք խորացնելու ենք Իրանի հետ եւ հնարավոր զորավարժություններ ենք իրականացնելու Սյունիքի մարզում, օրինակ։ Մենք բացառելու ենք Միջանցքի տրամաբանությունը, որը չի բացառում Հայաստանի իշխանությունը։ Անունը դրել են ինչ-որ փաթեթավորում գեղեցիկ, եթե ճանապարհ է, թող ճանապարհը լինի, մենք կողմ ենք ապաշրջափակմանը, բայց ոչ Հայաստանի տարածքների հաշվին։ Սրանք էական տարբերություններ են։ Մենք վերազինելու ենք մեր բանակը, պրոֆեսիոնալ հիմքերի վրա ենք դնելու, այս մոտեցումն ենք ցույց տալու։ Մենք վերականգնելու ենք հասարակության մեջ համերաշխության մթնոլորտը, որը սրանք վերածել են թույնի ու թարախի։ Սա հստակ տարբերություններ կան այդ բևեռների։ Կոպիտ ասած հանրային համերաշխության տեսակետից իրենք դասակարգային պայքարի տրամաբանություն են դրել, կեղծ իբր թե հարուստներից վերցնելու են աղքատներին բաժանեն, մենք այդպիսի տարբերակումներով չենք գնում, մենք ասում ենք, որ բոլորը պետք է հարկային դաշտ տեղափոխվեն, բոլորը պետք է կարողանան սոցիալական պատասխանատվություն կրել իրենց գործունեության համար, բայց մյուս կողմից էլ պետք չի թշնամանք տածել բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր քո տեսակետները չեն կիսում։ Այսինքն սևերի ու սպիտակների մենք չենք բաժանելու հանրությանը ի տարբերություն իրենց։ Ինչ վերաբերում է Ադրբեջանի հետ բանակցություններին, ապա մենք դա տեսնում ենք միանշանակ միջնորդով։ Այսօր էլ է միջնորդով ի դեպ ասեմ։ Այսօրվա միջնորդը Էրդողանն է։ Նիկոլ Փաշինյանի համար Էրդողանը դարձել է քաղաքական հայր, ինքը այնպեսի դիֆերանտներ է ձոնում իր հասցեն, կարծես իր հորն է գտել վաղուց կորցրած։ Հիմա այս տարբերակում մենք չենք տեսնում Թուրքիային որպես միջնորդ։ Մենք ուզում ենք տարանջատել հայ-թուրքական հարաբերությունները հայ-ադրբեջանականից, ինչքանով որ դա դժվար է, իհարկե ես հասկանում եմ, բայց մյուս կողմից էլ հայ-ադրբեջանական հարաբերություններում պետք է լինի միջնորդ երաշխավոր, դա մենք տեսնում ենք Ռուսաստանի միջոցով։ Եթե միջնորդ երաշխավոր չի լինում,
Հայաստանը պարտվածքով որպես պատերազմում ստիպված է լինում Ադրբեջանի բոլոր պահանջները իրականացնել։ Օրինակ, երբ որ հիմա ասում են խաղաղություն է, եւ մյուս կողմից էլ ասում են այո, ընդունում ենք, որ Հայաստանի տարածքները որոշ մասով օկուպացված են։ Օկուպացված տարածքներով ո՞նց է լինում խաղաղություն։ Այդ դեպքում կարող են Երևան էլ մտնել, դա չկրակել, ասեն դե խաղաղություն է, օկուպացված է, ոչինչ կբանակցենք։ Հիմա Գորիս Կապան ճանապարհը հատվածը մեր համար բաց է, երբ որ այդ 17 կիլոմետրանոց հատվածի մասն է խոսքը, երբ որ մենք ասում ենք, որ Ադրբեջանի հետ գնում ենք ապաշրջափակման, իսկ Ադրբեջանը ի՞նչն է ապաշրջափակում։ Գիրանցում զիջում ենք, Ջերմուկի բարձունքները իրանք չեն տալիս, Սյունիքում գրաված տարածքները չեն տալիս, որտեղ մտնում են իրենք դուրս չեն գալիս։ Եվ դա ստացվում է, որ կոչվում է սահմանազատում, սահմանագծում, մենք դրան համաձայն չենք։ Մենք ասում ենք, որ այո, պետք է խաղաղություն լինի իրական, եւ դրա համար միջնորդ երաշխավոր է պետք։ Եվ գետնի վրա ռեալ այդ հնարավորություն ունի Ռուսաստանը։ Իհարկե, որ ասում է, իրանք է խնդիրներ ունեն եւ իրանց էլ հարցեր ունենք Ռուսաստանին, բայց երբ որ Հայաստանի ներսից է գնում հանձնումը, այդ դեպքում ով ուզում է լինի, ասենք, Եվրոպան լինի, Արևմուտքը լինի եւ այլ երկիր չի կարող Հայաստանի շահերը ավելի լավ պաշտպանել, քան մենք պետք է պաշտպանենք մեր շահերը։ Այստեղ նայեք, երբ որ Պրահայում հայտարարվեց, որ Արցախը համարվում է Ադրբեջանի մաս, դրանից հետո տեղի ունեցավ էթնիկ զտումը, որովհետև եթե դու համարում ես Արցախը Ադրբեջանի մաս, Ալիևը ասում է, դե ես տարածք հետ ինչ ուզեմ կանեմ։ Հիմա Նիկոլ Փաշինյանը ասում է, որ Հայաստանը էլի տարածքներ ունի, որ պիտի հանձնի Ադրբեջանին։ Ճիշտ է, դրանից հետո ստորակետ է դնում իբր Ադրբեջանն էլ ինչ-որ տարածքներ կհանձնի մեզ, բայց դա սուտ է, այդպեսի բան չկա։ Նիկոլ Փաշինյանը տանում է դեպի Թուրքիա Հայաստանը ակնհայտորեն իր սեփական կաշին փրկելու համար։ Եվ բոլոր նախապայմանները բավարարում է Թուրքիայի։ Սկսած այն ամենապրիմիտիվ դրոշմակնիքի վրայից Արարատը հանելուց, վերջացած Հայոց ցեղասպանության հարցը միջազգային ճանաչման առումով ըստ էության հրաժարում է տեղի ունենում այդ մասով, ուրացում, գումարած բոլոր նախապայմանները, դա վերաբերում էր Արցախին, հիմա դա մոռացել են, բայց Թուրքիայի նախապայմաններ։ Սրանք խաբում էին, թե իբր թուրքերի հետ բանակցում են առանց նախապայմանների, բայց հիմա Արցախը հանձնել են։ Բայց ախորժակը բացվել է ուտելիս եւ Թուրքիան հիմա նոր պահանջներ է դնում եւ Ադրբեջանի հետ այսպես ճնշելով գալիս են։ Այդ տարբերակով մենք Հայաստանում խաղաղություն կհաստատենք, բայց դա կլինի գերեզմանային։ Այսինքն դուք ունեք արդեն համակարգված ծրագիր, դուք ունեք քայլերի հաջորդականություն եւ ենթադրենք դուք արդեն իշխող ուժ եք։ Որն է առաջին քայլը։ Դուք իհարկե նշեցիք ինչ խնդիրներ եք լուծելու։ Առաջինը որն է լինելու։ Որ մասով, անվտանգային մասով։ Այո։ Բանակցությունների վերականգնում Ադրբեջանի, բայց միջնորդավորված տարբերակով։ Առաջինը դա, երկրորդը բանակի վերազինում։ Այդպես մի օրվա մեջ չեն անում 1-2-3, ասենք, կատարյալ պոպուլիստ չեմ, էլի, որ ասենք 3 հատ որոշում կստորագրեմ եւ կյանքը կդառնա մեղար։ Իդեպ ես ասեմ նրանք, ովքեր որ հարցնում են Արցախի հետ կապված ինչ է լինում, ես այդ բանաձևը ներկայացրել եմ նաեւ համագումարի ժամանակ։ Նա ով չի ցավում Արցախի կորստի համար, նրա սիրտը եթե չի ցավում, ուրեմն հայ չի ու հոգի չունի, բայց նա մտածում է, որ վաղ իշխանափոխությունից հետո միանգամից հետ ենք բերելու Արցախը, այդ մարդիկ կամ արկածախնդիր են կամ խելք չունեն։ Այսինքն մենք հասկանում ենք, որ Արցախի հետ կապված խնդիր է առաջացել եւ Արցախահայության իրավունքները նախ եւ առաջ պետք է սկսենք Հայաստանում պաշտպանել, լինի դա սոցիալականը, տնտեսականը կամ այլ տիպի իրավունքները։ Երկրորդը միջազգային հարթակներում կարող ենք պաշտպանել, լինի դա վերադարձի իրավունք կամ այլ գույքային իրավունքներ, այլ տիպի իրավունքների փաթեթ, բայց ասել որ մենք Արցախը միանգամից այսպես հետ ենք բերելու, դրանք արկածախնդիրներ, ավանտյուրիստներ են ովքեր։ Իսկ ներեցեք ընդհատեմ, ԵԽԽՎ հենց ամյոնից Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Արցախահայերի վերադարձը իրատեսական չի համարում։ Դուք իրատեսական համարում եք եւ ինչ քայլեր են անհրաժեշտ դրա համար։ Արցախահայերի վերադարձի հարցը միջազգային հարթակում դնելը իրատեսական ենք համարում։ Իսկ վերադարձը դա գործընթաց է։ Դա գործընթաց է։ Հիմա տեսեք ադրբեջանցիները 94 թվականից ինչ են, երկու նախադասություն էին օգտագործում 30 տարի։ Ասում էին հայերը 20%-ը մեր տարածքների օկուպացրել են, 1 միլիոն փախստական ունենք։ Հետևողականորեն գնացին այդ երկու նախադասության հետևից։ 30 տարի տևեց, չէ՞։ Հիմա մենք էլ մեր քաղաքականությունը պետք է դնենք։ Հիմա կարող է տարածաշրջանում աշխարհաքաղաքական միջավայր փոխվել, կարող է իրավիճակ փոխվել։ Ամեն դեպքում դու այդ խնդիրը պետք է դնես կամ առնվազն չհերքես այդ խնդրի գոյությունը։ Մենք չենք ասում Արցախը հիմա հետ ենք վերցնելու, բայց մեր բերանից երբեք չեք լսի, որ ասենք, որ Արցախը Ադրբեջանինն է։ Մենք փաստի հետ հաշվի նստում ենք, հասկանում ենք, որ չենք կարող պատերազմել եւ հետ բերել, մեր ժողովրդին տանել արկածախնդրության, բայց քո բերանից ով է լեզվի քաշում, որ դու ասես, որ
ավելի մեծ էնտուզիազմով ասես, որ 91 թվականից դա Ադրբեջանին է եղել։ Դա հասկանում են ինչ են անում։ Մենք դա չենք անելու։ Մենք չենք չհրաժարվելու հայոց ցեղասպանության ճանաչման միջազգային հարթակների գործընթացից, բայց մենք Թուրքիային տարածքային պահանջներ չենք ներկայացնելու միևնույն ժամանակ։ Այսինքն պարտադիր չի, որ դու այսպես սև սպիտակային քաղաքականություն վարես արտաքին ոլորտում։ Դու կարող ես հարցերը դնել օրակարգ։ Այսինքն լավ տեսականորեն Ադրբեջանը ընդունում է, որ թեկուզ իր քաղաքացիների կարգավիճակով Ղարաբաղցիները կարող են վերադառնալ։ Տեսականորեն։ Ինքը չի կարող ասել ոչ, որովհետև դա ավտոնոմիա է եղել նույնիսկ Սովետ միության ժամանակ։ Հիմա եթե ասում են այո, արդեն առաջանում է երկրորդ հարցը, բա անվտանգային երաշխիքները ով է ապահովելու։ Դրանից հետո կերևա թե իսկ որ միջազգային ուժերն են ապահովելու։ Այսինքն մենք քայլ առ քայլ գնալու ենք մեր իրավունքների պաշտպանության, մեր անվտանգության ապահովման ճանապարհով։ Սրանք տեսեք ինչ են անում։ Մարդուն հանել են, ասենք, 5 հարգանի շենքի տանիքից գցել են մարդուն ներքև։ Ջարդ ու խուրդ է եղել մարդը, զորով շնչում է։ Հիմա ասում են, դե մենք պետքա տանենք հիվանդանոց։ Այ ընդդիմությունը ինչ է առաջարկում։ Ասում ենք, հա պետքա տանել հիվանդանոց, բայց դու չպետք է տանես։ Եվ դու այն հիվանդի բուժողի մոտ չպետք է տանես, որ միշտ տարել ես ու կոտորել ես մարդուն։ Հասկանում եք, չէ՞, այսինքն մի վիճակի մեջ են դնում Հայաստանը, Ամերիկայի, Ռուսաստանի, Եվրոմիության, այսինքն խոշորների հետ հարաբերություններում այսպես կտրուկ խաղի կանոններ չի կարող փոխել։ Բայց դնել Հայաստանին մի վիճակի մեջ ամեն օր վատացնել այդ վիճակը։ Այսինքն բերել պատերազմ, հետո պարտվել, հետո ասել դե հիմա դե գնացեք հետ բերեք, կարող եք հետ բերել, չէ՞ որտեղից կարող են։ Հերն անիծել եք բանակի, ոնց կարող ենք հետ բերել։ Այդ բոլորին այո ասելու վերաբերյալ նաև, որ Եվրամիության հետ ենք լավ, մնացած խոշոր տերությունների հետ ենք լավ, ասում են բազմավեկտոր, բալանսավորված արտաքին քաղաքականություն ենք վարում։ Հնարավոր է լինել բոլորի հետ լավ, սա վտանգներ է պարունակում, թե քաղաքականությունը, որ իրենք են վարում, ներողություն է ձևակերպման համար, բա ոչ թե բազմավեկտորություն, այլ դա աշխարհաքաղաքական մարմնավաճառություն է։ Բազմավեկտորությունը դա չի, որ գնաց Եվրոմիություն բամբասես Ռուսաստանին, գնաց Ռուսաստան Վլադիմիր Վլադիմիրովիչի մոտ բամբասես եվրոպացիներից կամ ամերիկացիներից։ որն է բազմավեկտորությունը։ Բազմավեկտորության լայն լուֆտ այսօր չկա։ Մենք հետևյալն ենք տեսնում. ռազմավարական, ռազմաքաղաքական հարաբերությունների խորացում Ռուսաստանի եւ Իրանի հետ, Արևմուտքի հետ գործընկերային հարաբերությունների խորացում առանց միմյանց դեմ թշնամանքի։ Օրինակ մոտավորապես այն ինչ որ անում է այսօր Վրաստանը, որը մեզանից սովորեց այդ անելը։ Այսօր Վրաստանը ինչ ասում, այսօր բազմավեկտորությունն ու ոչ բազմավեկտորությունը հետևյալն է։ Դու Արևմուտքի ձեռքում Ռուսաստանի դեմ մանրադրամ ես, թե ոչ։ Եթե դու մանրադրամ չես, իրանք քեզ ասում են սրի կա, սանկցիաներ կկիրառենք, էս կանենք, ոնց որ Իվանիշվիլին ասում են գումարները կսառացնենք Վրաստանում, չէ՞։ Հիմա վրացիները ինչ են ասում են մենք ուզում ենք ինտեգրվենք Արևմուտքի հետ, ուզում ենք Եվրոմիության անդամ դառնանք։ Իդեպ նույնը ասում են Մոլդովայի օպոզիցիայի ներկայացուցիչները, բայց չենք ուզում, որ դուք մեզ օգտագործեք Ռուսաստանի դեմ ու սարքեք Ուկրաինա։ Ինչ վատ բան են ուզում։ Ասում են մենք ուզում ենք ապրենք։ Արևմուտքը ասում է, սրիկաներ, դուք ուզում եք ապրեք, հա։ Հո մենք հարիվ չենք, որ ձեզ ապրացնենք։ Դուք պետք է օգտագործվեք որպես թնդանոթի միս, օրինակ ոնց որ միլիոնից ավար մարդ է զոհվել Ուկրաինայում, ասում են դուք պետք է շարունակեք կռվել Ռուսաստանի դեմ, այսինքն Արևմուտքը Ուկրաինային օգտագործում է մինչև վերջին ուկրաինացին Ռուսաստանի դեմ։ Հիմա Վրաստանը մի անգամ այդ փորձը տեսել էր 2008-ին, տեսավ որ ոչ մի բան չի ստացել Արևմուտքից ռեալ անվտանգային առումով, հիմա չի ուզում անդրադառնալ դառնալ։ Ասում ես ուզում եմ Ռուսաստանի հետ էլ հարաբերություն ունենամ, Արևմուտքի հետ էլ ինտեգրվեմ։ Մենք էլ տենց կարող ենք անել, բայց հակառակ իմաստով, այսինքն ռազմաքաղաքական առումով Ռուսաստանի հետ գործընկերային, արժեհամակարգային, բարեփոխումների այդ մոդելի առումով Արևմուտքի հետ նորմալ հարաբերություն ունենալ։ Ամեն դեպքում բալանսը կարող ենք պահել։ Իհարկե Տրամպի վարչակազմի դավանած արժեքները շատ հոգեհարազատ է մայր Հայաստանի դավանած արժեքներին այդ պահպանողականության, ավանդական արժեքների, ընտանիքի, քրիստոնեական համամարտկային բարոյականության եւ այլ այս առումով մենք շատ մոտ ենք գաղափարական տեսակետից եւ Եվրոմիության մեջ էլ ընդդիմադիր ուժեր կան, որոնց առաջնորդները մեզ հարազատ տեսակետներ են ներկայացնում, դա կլինի Լիպենը, դա կլինեն այլ գործիչներ, Անգլիայում տեսեք ինչ է կատարվում փոփոխությունների առումով, բայց մենք ինչ ենք ասում ենք Եվրոմիության, Ամերիկայի հետ հարաբերությունների զարգացումը չպետք է նշանակի թշնամանք Ռուսաստանի կամ Իրանի հետ։ Իրենց հաշվին կամ իրենց դեմ չպետք է մենք ընկերություն անենք ուրիշի հետ։ Հիմա Վրաստանը հրաժարվում է դրանից,
Ասում են Վրաստանը լավ բան չի անում, արևմուտքն է ասում, բայց Վրաստանը ի՞նչ է անում։ Վրաստանը ասում է չեմ ուզում կոտորվեն իմ քաղաքացիները։ Հիմա Նիկոլ Փաշինյանը հանուն այսպես կոչված հակառուսական ինտերնացիոնալի գլոբալ հայ ժողովրդին ու Հայաստանին դրեց զոհասեղանին։ Արցախը Մակրոնը, Միշելը չէին իրանք երաշխավորները այդ որ ասում են կերաշխավորենք Արցախահայության էթնիկ հայերի անվտանգությունը։ Բա հիմա ուր են այդ սրիկաները։ Մակրոնի, Միշելի ու դրանց նմանների խղճին է նաև Արցախի հանձնում ու էթնիկ զտում։ Այսօր ով է խոսում դրանից։ Ոչ մեկ։ Նույնիսկ էթնիկ զտում չեն ճանաչել։ Այսինքն մենք չպետք է հիմա մեզ թույլ տանք, որ նույնը Հայաստանի հետ անեն, հետո ֆրանսիացիները մի քանի հատ կարմիր խաչի կետեր բացին, մենք է գնանք որփանոցներում, ասենք տեսնենք ոնց են մեր երեխեքը Աստված ջան։ Հասկանում եք, այսինքն Ֆրանսիայի ժողովուրդը Ֆրանսիան մեզ բարեկամ է, բայց Ֆրանսիայի իշխանությունը, այսպես ասած, հակագլոբալիստ այդ բանը, հակառուսական գլոբալիստների ներկայացուցիչ է եւ հանուն Ռուսաստանին վնաս տալու, ինչ թե Ռուսաստանը Արցախից դուրս գալի զորքով, Արցախահայությանը կոտորեցին, էթնիկ զտման ենթարկեցին։ Հիմա մեզ դա պետք է։ Կամ Իրանի դեմ Իսրայելը եթե խնդիր ունի, ինչի՞ պիտի մեզ օգտագործի Սյունիքի միջանցքով։ Չի լինելու Սյունիքի միջանցք։ Մենք ուղիղ հայտարարելու ենք։ Հիմա Նիկոլ Փաշինյանը խափում ասում մենք միջանց չենք տվել, բառացի տվել են, որովհետև իրանց մասով գրած անխոչնդոտ անցում Տրամպի ուղին չի շարունակվում Ադրբեջանը, քանի հիմար կա որ հավատում է, որ Հայաստանը, հայ քաղաքացիները Ադրբեջանի միջով գնալու են Ռուսաստան կամ Նախիջևանով անցնելու են Իրան։ Որտեղ է երևում դա։ Որտեղ է երևում դա։ Ընդհակառակ այդ ճանապարհը իրանք ուզում են, որ այդ բանը իրանք զենք, զինամթերք եւ այլն այդ մինչեւ Միջին Ասիա հասցնեն, այդ Թուրանական միջանց ճանապարհը լինի։ Ասենք հո հիմա չենք որ դա չհասկանանք։ Բայց մենք այո կողմ ենք ապա շրջափակմանը, բայց հասկանանք ով ինչ է ստանում դրանից։ Ինչի պետք է իրանք մեր միջանցքը օգտագործեն։ Որ դեպքում մենք համաձայն կլինենք, որը մեր շահերից կբխի։ Որ դեպքում, երբ որ մենք կունենանք պարիտետություն Ադրբեջանի հետ։ Ադրբեջանը դուրս է եկել մեր տարածքից։ Դուրս չի եկել, չէ՞։ Այս իշխանությունները ընդունում, որ 240 կիլոմետր տարածք օկուպացված է։ Դրանք բանակցենք, ումով բանակցենք, միջնորդով պետք է բանակցենք։ Քաղաքացիները, որ իրար հետ կռվեջ են ունենում, ինչ են անում, գրում են դատարան, չէ՞։ Դատարանը միջնորդ պետք է, թե չէ քաղաքացիներից մեկը ֆիզիկապես ուժեղով կտա կջարդի, մյուսին եղածը կխլի։ Հիմա որպեսզի ցիվիլ լինեն այդ հարաբերությունները եւ մենք կարողանանք բալանսավորել, պետք է միջնորդ ունենանք։ Իրանը շահագրգռված է, որ Սյունիքի միջանցք չլինի, Ռուսաստանը շահագրգռված է, որ չլինի եւ Հայաստանի Հանրապետությունը լինի, այն մյուս հարևան Վրաստանն էլ է շահագրգռված, մյուս հարևանները Թուրքիան ու Ադրբեջանը շահագրգռված չեն, որ Հայաստանը լինի, ճիշտ ինչպես որ շահագրգռված չէին Արցախը լինելու հարցում։ Հիմա այս երկու շահագրգռվածներին, որ պետք է մենք չլինենք, պետք է հակադրենք մյուս երկուսին, որ շահագրգռված են, որ մենք լինենք։ Այսինքն ոչ թե կոնֆլիկտ սարքենք, այլ գոնե մեր բալանսը պահենք արտաքին քաղաքական միջնորդով։ Եթե դուք առանց դրա գնաք ոտաբոբիկ, ասենք վերջում ասելու են արդեն այստեղ Մալացիա Սեբաստիան, չէ՞, այս թաղամասը փոխելու են անունը։ Ասելու են սա գրգռում է Թուրքիայի այսպես ոգին եւ նուրբ նյարդերը, սա պահանջատիրություն է Թուրքիայի նկատմամբ։ Ոնց կարելի է այս թաղամասը Մալացիա Սեբաստիա կոչել։ Արաբ կիրը, օրինակ, ոնց կարելի է Արարատին չի պետք է լինի, Արարատի մարզին չի պետք է լինի, որովհետեւ Թուրքիան գրգռվում է։ Ժողովուրդ ջան, Արարատի անունը պետք է փոխենք, որ պատերազմ չլինի։ Այդպես պատերազմ չլինելով, ցենց Երևանով, բանով, վերջում Իջևանով հանձնելով կգան կպրտնեն, կասեն վերջապես խաղաղություն տիրեց։ Հիմա անդրադառնալով 4-րդ հանրապետության վերաբերյալ վարչապետի հայտարարությանը, դուք ձեր ելույթում նշել էիք, որ զուգահեռ եք անցկացրել Արևմտյան Ադրբեջան ծրագրի հետ 4-րդ հանրապետության Հայաստանի եւ Արևմտյան Ադրբեջան։ Ինչպես կհիմնավորեք սա։ Ինչով է նման։ Նույն բանն են իրենք ասում։ Ուղղակի թաքնված ձևով։ Ադրբեջանը ասում է մենք պահանջներ ունենք Հայաստանից, միջանցք, փաստականների վերադարձ, սահմանադրությունն են փոխում, ներքին կյանքին խառնվում են, այդ որ գովում են Վաշինգտոնյան համաձայնագիր, այնտեղ գրած է, չէ՞ որ ներքին կյանքին չեն խառնվելու, բայց սահմանադրական փոփոխությունների պահանջը ներքին կյանքին չի վերաբերում, բայց ոնց է Ալիևը դա իրեն թույլ է տալ։ Հետո նույն Նիկոլ Փաշինյանը գնում է ՄԱԿ-ի ամբունից այլ հարթակներում, սկսում է բողոքել, որ վայ, մեզանից միջանցք են ուզում, մենք դες բան չենք պայմանավորվել։ Այդ ամեն ինչը հուշում է, որ իրանց ծրագիրն են դա իրականացնում։ Եվ ինքը թաքնված ձևով դա հրանցնում է հանրությանը որպես խաղաղություն, բայց բացատրեմ ինչու։ Ես չեմ ուզում ներկայացնել, որ Նիկոլ Փաշինյանը գիտեք ինչ ասես, իծնե դավաճան մատ մանյակ է եղել, որը ուզում է հայ ժողովրդին վնաս տա։ Չէ, այդպես ստացվել է։ Հիմա ես ասեմ ինչա ստացվել։ Եթե Հայաստանը մնա ռուսական անվտանգային համակարգում, ռուս-իրանական այդ անվտանգային ծիրի մեջ, ինքը լավագույն դեպքում կարժանանա Սաակաշվիլու ճակատագրին։
Հասկանում եք, չէ՞ ինչի։ Որտեվ այդ համակարգում մնալը դա նշանակում է այլ տիպի իշխանություն, իսկ այդ այլ տիպի իշխանությունը անձամբ իրեն Սաակաշվիլի օրն է գցելու։ Այսինքն դատելու է սարածների համար, ակնհայտ է, Սաակաշվիլին տեսնում է ինքը։ Հիմա ինքը ասում է, որպեսզի ես խուսափեմ այդ հերանեկարից, ես պետքա դուրս բերեմ այդ անվտանգային համակարգից Հայաստանին, որ իմ կաշին փրկեմ։ Հիմա այդ անվտանգային համակարգից հենց դուրս ես բերում, հայտնում ես ոչ թե ՆԱՏՕ-ում, ոչ թե Ամերիկայում, ոչ թե Եվրամիությունում, այլ ուղիղ Թուրքիայում։ Ուղիղ գնում ես գայլի բերան։ Հիմա Թուրքիան էլ ասում է շատ լավ, եթե դու անձամբ քո կաշին ուզում ես փրկես, ուրեմն պետքա Հայաստանի հաշվին դա լինի։ Հիմա իր անձնական շահերի, իր ընտանիքի, իր նեղ շրջապատի, շատ նեղ, որը ԿՊ-ի հետ կապ չունի, շահերը իրանց կաշին փրկելու հակադրվում են Հայաստանի գոյության եւ անվտանգության հետ։ Դրա համար ինքը ասենց ուղիղ տանում է դեպի այդ ուղղությամբ, որ իր կաշին փրկի։ Հիմա մենք էլ ասում ենք Նիկոլ Փաշինյանը չի կարող ավելի գերադասելի լինել, քան Հայաստանի Հանրապետությունը։ Դա է մեր հակասությունը, հասկանում եք, դրա համար մենք, այսպես ասած, մուրճին հակադրել ենք մահակը։ Դրա մասին էլ խոսենք, ինչ է խորհրդանշում։ Խորհրդանշում է կամք, ուժ, վճռականություն եւ այդ մահակը կիջնի բոլոր նրանց գլխին, ովքեր կհանձնեն Հայաստանի տարածքները, միջանց կդարձնեն Սյունիքը, ընտրություն կկեղծեն, թալանք իրականացնեն։ Նրանք ովքեր այդ երևույթներից վախ չունեն, թող չվախենան մահակից։ Վերադառնալով կուսակցության աշխատանքներին, արդեն տեխնացուների առումով, օրինակ, դուք դարձել եք իշխող ուժ եւ տարբեր գերատեսչություններում արդեն օրինակ գիտեք, որ անձը ինչ պաշտոն կարող է զբաղեցնել, այդ թվում վարչապետի, որովհետեւ կարծեմ հայտարարություն որևէ չի եղել, չէ՞, ով է տեխնացուն ձեր կուսակցության կողմից առաջադրված։ Դեռ բավարար է տեխնացուների մասին խոսելը, ավելի շատ գերադասելի ծրագրերի մասին ներկայացնել ոլորտային։ Մեր ծրագրում, եթե դուք նայել եք ոլորտային ուղղություններով հիմնական սկզբունքներն ու գաղափարները կան, իհարկե կադրային առումով մենք առնվազն չենք զիջում այլ ուժերի։ Եթե դուք նայեք, թե ովքեր են ներգրաված, եւ շարժման եւ կուսակցության մեջ այդ մասով մենք մտավախություն Դեռ վաղ է փաստորեն խոսել։ Դեռ վաղ է խոսել իհարկե։ Իսկ վարչապետի տեխնացուի։ Դա ժողովրդի քվեի որոշելիք հարցը երբեք չենք խուսափել պատասխանատվությունից, բայց կրկնեմ, տվյալ դեպքում առաջնային խնդիրը հանրային լայն կոնսոլիդացիայի միջոցով այս իշխանություններից ազատվելն ու նոր ազգային իշխանություն ձևավորելն է։ Իսկ թե որ կարգավիճակում, երբ եւ այլն, Մայր Հայաստան երբեք չի խուսափել պատասխանատվությունից եւ չի խուսափելու։ Շատ լավ։ Իսկ դուք պատրաստ եք միանալ ձեր գաղափարակից, օրինակ, այլ ընդդիմադիր ուժերի հետ։ Եթե այո, ապա կան արդեն ուժեր, այսպես որոնց հետ արդեն սկսել եք բանակցություններ կամ անձինք գուցե անհատներ, որոնց հետ սկսել եք, եւ որ ուժերին կբացառեք, որոնց հետ երբեք չեք կազմի այդ կոալիցիան, այսպես ասած։ Բացառումից ասեմ, ԿՊ եւ նրանքից արբանյակներ, որոնց մենք կոչում ենք թուրքական 5-րդ շարասուն։ Հանրությանը հայտնի են այդ ուժերը, ես ավելորդ անունները չտամ։ Այս սրանց հետ բացառում ենք։ Մյուսների հետ ոչ միայն չենք բացառում համագործակցություն, այլ ինքներս հայտարարել ենք համագումարի ժամանակ, որ պատրաստ ենք կամրջել հարաբերությունները եւ պատրաստ ենք մերանի ֆունկցիա ստանձնել, որպեսզի հանրային քաղաքական լայն համախմբում լինի եւ ավելին ասեմ, մենք կոչ ենք արել ընդդիմադիր դաշտում դադարեցնել փոխհրաձգությունները եւ կենտրոնանալ եւ թիրախավորել բացառապես ԿՊ-ին, ու եթե անհրաժեշտություն կա նաեւ դրա արբանյակներին։ Մնացածների մասով մենք ոչ մի տարբերակ չենք բացառում։ Բայց չկան կոնկրետ ուժեր կամ Այս պահին որևէ այդպիսի գործընթաց չկա, այս պահին մենք կենտրոնացած ենք Մայր Հայաստանի ուժեղացման վրա եւ ամենօրյա ռեժիմով աշխատում ենք այդ ուղղությամբ։ Եթե դուք լրահոսին հետևում եք, տեսած կլինեք, որ մենք կոնկրետ վաղարշաբաթի ընտրություններին ընդառաջ, նաեւ լայն աշխատանքներ ենք իրականացնում ու նաեւ հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս իշխանությունը Փաշազադեի այդ Ադրբեջանի հոգևոր առաջնորդի հրահանգից հետո անցավ հայ առաքելական եկեղեցու դեմ հարձակման, մենք ի պաշտպանություն հայ առաքելական եկեղեցու էջմիածնում ստորագրահավաք ենք իրականացնում, ինչու էջմիածնում, որովհետև հին հայկական խոսքը ասում է, որ դժվարության մեջ ես լինում, առաջինը հարևանն է հասնում, ոչ թե բարեկամը, իսկ հարևանը տվյալ դեպքում էջմիածինցիներն են։ Եթե այս իշխանությունը որոշի լկտիության գնալ եւ փորձել հարձակվել հայ առաքելական եկեղեցու դեմ, ապա առաջինը պետք է էջմիածինցիները արձագանքեն եւ մեր դիտարկումները, մեր շփումները հազարավոր էջմիածինցիների հետ հուշում են, որ էջմիածինցիները կարելի ասել 99%-ով մերժում են Նիկոլ Փաշինյանի այդ գիծը, համաձայն որի ինքը հարձակվել է եկեղեցու դեմ։ Այս առումով մենք եւ յուրօրինակ սոցիոլոգիա իրականացրեցինք եւ շփվեցինք մեր քաղաքացիների հետ,
օրերս կամփոփենք մեր ստորագրահավաքի արդյունքները եւ մեր դիտարկումները կներկայացնենք հանրության դատին, կասենք թե ինչ տրամադրություններ կան, բայց հիմա կարճ ասեմ, որ էջմիածինցիները չեն հանդուրժելու եկեղեցու դեմ հարձակումը։ Ես դա վստահաբար եմ ասում, եթե Նիկոլ Փաշյանը այդ աստիճանի խելքը կորցրել է, որ հարձակվի եկեղեցու դեմ, ապա ես միայն ուրախ կլինեմ, որ ինքը այդ սայթակումը անի։ Շատ լավ, շնորհակալ եմ զրույցի համար։ Ես էլ։ Իսկ ես հիշեցնեմ, որ իմ հյուրը Մայր Հայաստան կուսակցության նախագահ Անդրանիկ Թևանյանն էր։